Ողջույն։ Այսօր տաղավարում իմ զրուցակիցն է Տիգրան Եղիգավյանը, վերլուծաբան, Փարիզի Շիլլեր միջազգային համալսարանի դասախոս։ Բարև ձեզ Տիգրան, շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Շնորհակալ եմ լավերի համար։ Տիգրան, այսօր հարցազրույցին պատրաստվելիս մտածում եմ, որ ձեզ հետ պետք է լավ կլինի խոսենք հիմնականում Հայաստան-Սփյուռք կապերից, մանավանդ որ դուք ինքներդ էլ բնակվում եք Ֆրանսիայում եւ բավական ակտիվ հասարակական գործունեություն եք ծավալում, սակայն միջև այդ թույլ տվեք խոսել ընդհանրապես հարցնել Հայաստանի արտաքին քաղաքականությունից, թե ձեր կարծիքը եւ թե այն ինչպես է երևում դրսից, որովհետեւ հիմա շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր քաղաքականությունը, չգիտեմ, Ռուսաստանի, Արևմուտքի, Եվրամիության միջև նոր ուղղություններ կան, ռազմավարական նշանակության դիցուք Չինաստանը, այ դուք ինչպես եք գնահատում սա եւ դրսից ինչպես է սա երևում։ Դրսից երևա, որ Հայաստանը բարձրված երկիր մնա, բարձրված երկիր այդ իմաստով, որ գարզից թե հայկական այոց աշխարհի եւ այոց pedagogical հագինդակ ռումբը բայթեցավ։ Եվ այդ ռումբեն զուխերը դակավին գան, եւ այդ զուխերը արկել կանտիսանան, որ հստակ երևա ինչ է Հայաստանի արտաքին քաղաքականության բնորոշ գիծերը։ Ինչ որ երևա, որ պիվոտ մգա դեպի արևմուտք, այո, անուն դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը, որովհետև ռուսները չեն հաբահվում Հայաստանի անվտանգության ամենադրական պետքերը, բայց մյուս կողմեն այդ դիվերսիֆիկացիան կհասնի իրենց սահմանները։ Ինչ որ այդն է, որ Եվրոմիությունը ավելի կան Միացյալ Նահանգներ կօգտագործեն Հայաստան որպես խոցելի կետ իրենց գերիվը Ռուսաստանի դեմ, եւ իմ մտավախությունս այն է, որ Հայաստանը դառնա նոր Մոլդավիա, այսինքն նոր ջագատ ռուսական եւ արևմուտքի գերիվի միջև եւ ադիգա անշուշտ հիջուգս Հայաստանի անվտանգության, բայց մյուս կողմեն կա դրական նշաններ, Հայաստանը կշարունակի իր սերտ համագործակցություն, ռազմավարական համագործակցություն Հնդկաստանի հետ, որ շատ իսկապես հուսաբեր բան է, միջնարվեքին նաեւ եւ մյուս կողմեն կա այս նորմալիզացման, բնականացման process-ը Թուրքիա եւ Ադրբեջանի միջև, որ շատ հարցական է, որովհետեւ դակավին միջավ հիմա դուրսեն չի երևա Հայաստան ինչ շահելու ունի բացի ժամանակի, այլևս ժամանակը շահենք, բայց այդ փոխզիջումներով գնալով դժվար է, այսինքն հասկանալ, եթե սա կնպաստի այոց pedagogical զորացման համար։ Այսինքն դուք կարծում եք, որ Հայաստան արևմուտք հարաբերություններում կամ Եվրամիության արևմտյան կողմը ավելի շատ փորձում է օգտագործել այս խնդիրը Ռուսաստանի դեմ իր խնդիրները լուծելու համար, թե ի վերջո Հայաստան Եվրամիություն գործընթացը ինչ որ որակական նոր փուլ կարող է մտնել Եվրամիությունից կամ արևմուտքից ինչպես են սա տեսնում։ Նայած ինչ է Հայաստանի նպատակը, եթե նպատակը Եվրամիության մաս դառնալ, հարցպատասխանս հիմա ոչ պիտի լա, որովհետև Հայաստանը դե շատ հերո է, այսինքն բոլոր չափանիշներ բանանվելու գծով, եթե Եվրամիություն մաս կազմի Բրյուսելը պիտի խոչըտոտի, որովհետև Հայաստանը մենակ չի գտնա մտնել, այլ Վրաստան եւ Ադրբեջանի հետ պետք է մնան։ Դգադի արեգացությունը ինչ է հիմա գումա, Վրաստան դարձավ ռուսական օվանանյի ներքո, Ադրբեջան ունի այսինքն մուլտի բազմավեկտորային դիվանագիտությունը, որ կնմանի Հնդկաստանի քաղաքականությունը, դրա համար Հայաստանը գղձիացած լինելով, խոցելի լինելով շատ չի հետաքրքրել Եվրոմիություն այս բան, բայց սելս չեմ ուզել որ չկա հետաքրքրություն կա, բայց սահմանապակ հաշվառներով Եվրոմիություն այլ կոնսենսուս չկա նաև իրենց միջև ինչ պետք է լինի Հայաստան Եվրոմիության գաբը գա հայա եւ մի օրինակ որ երիկ չէ հայամետ լինել, հայասեր լինել հատկանշական ռազմավարություն դանելու համար։ Շատ լավ, գանք Հայաստան-Սփյուռք կապերին, այն իմաստով նաև որ Հայաստանում հիմա հետպատերազմական իրավիճակում տարբեր խոսույթներ կան, դիցուք իրական, պատմական Հայաստանի միջև եւ այլն, եւ այսինքն սա նաև հետպատերազմական գործընթացների ծնունդ է, հա։ Այս գործընթացները ինչպես են ազդում Հայաստան-Սփյուռք կապերի վրա, արդյոք այս խոսույթները նաև շեշտը Հայաստանի Հանրապետության վրա ինչ որտեղ նաև նոր իրողության կամ նոր մարտահրավերի առջև է դնում Հայաստան-Սփյուռք կապերը։ Տեսեք, կարծես թե փլուզումը դեղ ունեցավ, այս փլուզումը բազմաեզրային է, քաղաքական փլուզում, ընկերային, հոգեբանական, հոգեգան նաև փլուզումը դեղի ունեցավ Հայաստանի մեջ, բայց նաև խոր ալիքներ, խոր ասեցություն արձանագրվեցան Սփյուռքի մեջ, եւ Սփյուռքը ունի մա լուրջ խնդիր մա, որովհետեւ այսքան դգար, այսինքն գաբերը շատ դգարացան Հայաստանի եւ Սփյուռքի տասական գարուստինուն հետ, այդ ասիջան, որ այլևս կարծես թե ոչ վերադարձ անգյուն հասած ենք եւ ըստ Սփյուռքի տեսանկյունեն այս վարչապետին որ դեկրեված նոր
բադումը, նոր դիսկուրսը այդ շագերտով իրական Հայաստանը գագնգալվի որպես արտաքին ջնջումին դա խորհրդատված, այսինքն երևույթ մեն ոչ ներքին ջնջում են կուկա, այլ արտաքին են խոսքս Ադրբեջանի մասին կվերաբերի։ Իսկ քալով այս հետաքրքրական գեդը որ նշեցիք, իրական Հայաստանին, այսինքն եւ պատմական Հայաստանի միջև կամ էթնո-նացիոնալիզմը, որ սփյուռքին կվերաբերի, այսինքն անոնք որոնք ոչ Հայաստան Հանրապետության քաղաքացիներ եւ մեծ եղերն են, այսինքն վերաբրողների սերունդներ են, այո, եւ մյուս կողմեն անոնք որոնք կպաշտպանեն այդ հարացույցը, որ Հայաստան պետություն է, ուզենք չուզենք եւ այդ պետության մեջ գա քաղաքացին եւ քաղաքացի ունի իր բարդականությունը եւ իր իրավունքը։ Եվ այդիկա սփյուռքը չի վերաբերի, սփյուռքը չի կարա խառնվի։ Շատ լավ, բայց նկատի արեք, որ ասիկան որ բանը չէ 90-ական թվականի ընթացքին եւ որ Լևոն Տեր-Պետրոսյան գրվեր ասկային Ղարաբաղության դեմ Վասկեն Մանուկյան, Բադմապան Դենդրուշ Խուրշուդյանը արժե գարտալ գիրքում գրած է ասում մասին ասկային Ղարաբաղության դեմ նոր վեճեր չէ մյուս կողմեն Ժիրալ Լիբարիդյանը եւ մյուս հշականները կպաշտպանեն որ Հայաստանը ունի հավերժ դաշնամի այլ ունի մշտական շահեր եւ պետք է հաշվի առնել ինչ է Հայաստան Հանրապետության շահերը եւ Լևոն Տեր-Պետրոսյան մեջբերելով ինքը համայն հայության նախագահ չէր ինչպես Նիկոլ Փաշինյան այս բաղուն համայն հայության վարչապետ չէր շատ լավ բայց ինքնության խնդիր կա որ եթե դու Արադ գզի չես Արցախի իրավունքին գզի չես եթե գերտաս այսինքն մշտական փոխզիչման համար դա լուրջ խնդիր կառաջացնի սփյուռքին տասական շարքերում որոնք անոնքալ գուզեն իրենց օրագարկի մասին մտածել եւ ինչ որ դեղի կունենա բաժար կուտա, արիտ կուտա, որ մենք ալ մտածենք ինչ պետք է լա մեր օրագարկը, որտեղ օրագարկ չի գա։ Այն դուք նշեցիք Լևոն Տեր-Պետրոսյան, բայց հաջորդող ժամանակահատվածում շատ էր խոսում, չէ, Հայաստան, Սփյուռք, Արցախ երամիասնության մասին, այսինքն շատ տեղ էր տրվում եւ Արցախի հիմնախնդիր հարցը շատ կարեւոր օրագարկում էր Սփյուռքի։ Այսինքն ցավոք սրտի, այսինքն հիմա ինչ որ տեղ նաեւ վակուում է առաջացել այդ իմաստով։ Մեծ ինչ իմաստով հայկական աշխարհը օրակարգի ձևավորում։ Այո, շագերտով հայոց աշխարհը Հայաստան Հանրապետություն, Արցախ եւ Սփյուռքը դա լիուզունք մեն է, որ Ռոբերտ Քոչարյան եւ հատկապես Սերժ Սարգսյան օրերուն Ռանուշ Տիգին Ռանուշ Հակոբյան, որ գլխավորեց Սփյուռքի նախարարությունը շատ հայնասիրական նոր ծրագրեր առաջընթացուց եւ համահայկական այդ գիտակցությամբ փորձեց իր աշխատանք իր ծրագրեր առաջ մղել։ Ամենալ նշանավոր գեդը այդ 2015-ին եւ ապրիլի 24-ին համահայկական բանացևը, որ իսկապես բազմական դեպքում արձանագրվեցավ, բայց ավելելու չկացին։ Այսինքն նկատիոնին որ Սփյուռքը ունեցավ քաղաքական դերակատարությունը Հայաստանի pedagogical շինարարության գործընթացի մեջ, այլ իր դերակատարությունը մնաց խորհրդանշական, այսինքն սպորտաժիկությամբ, մարտահրավերական օգնությամբ եւ առանց մեծ իմպակտ ունեցող ներդրումներով։ Հիմա եւ որ դաշնակցություն դեղ ունեցավ, անդրադարձանք, որ այս արածուց այս մոդելը բոլորովին ժանգոլած էր եւ նոր արածուց պետք էր այս քաղաքացիական պատրիոտիզմի, հագա էթնո-նացիոնալիզմին, շատ լավ, բայց մինչև օրս Հայաստան Հանրապետությունը ունի ռազմավարությունը Սփյուռքի նկատմամբ եւ խոսքս չի վերաբերի դասական Սփյուռքին, այլ իրենց Սփյուռք, այսինքն Հայաստան Հանրապետության քաղաքացիները, որոնք գտնվին Հայաստան Հանրապետության սահմաններում դուրս։ Եվ ասիկա շատ ցավալի է, որովհետեւ Հայաստան գզգվի այդ պոտենցիալին, այդ մարկային ռեսուրսներին, որոնք կնան դեպաստել Հայաստանի զորացման։ Ասենք քայլը պետք է արվի կառավարության կողմից այս դեպքում։ Նայած ինչ Սփյուռքի մասին խոսենք։ Եթե խոսի դասական Սփյուռքը, իմ բարձրացնած ոչ, դասական Սփյուռքը պետք է մնա անկախ Հայաստանի, դասական Սփյուռք ասելով նկատի ունեք։ Այսինքն եղելին Սփյուռքը, 15-ին Սփյուռքը, արևմտահայությունը, միջնարևիկի հայությունը, որոնք ունի իրենց համագական կառույցները, ունին իրենց օրագարկ ունեին եւ ապրեցան առանց պետության։ Stateless diaspora եղած է մինչեւ 91-ին եւ գրծան քանի ախտանակներ արձանագրեր եղերնի, այսինքն ցեղասպանության բանասներով եւ քաղաքական լոբինգ տերմ ունենալ։ Իսկ նոր Սփյուռքը, որ անգլերեն ասենք transnational community, ադիգա Սփյուռքը չի գազմե, բայց իր տեր ալունի, իր ունելիք ալունի եւ այդ նոր Սփյուռքը գդարաբի ինչպես ասեն խտրականութենեն, որովհետեւ դասական Սփյուռքը չի ընդունի իրենց կայությունների մեջ։ Նրանք հիմնականում Հայաստանից գնացածների մասն են խոսում, թե։ Այո, հիմնականը 91-ին, այսինքն կացողներ, կամ մի քիչ առաջ նույնիսկ որոնք ունին նույն աղափեղությունը իշխողության հանդեպ, ինքնության հանդեպ, հայրենիքին իրենց համար շոշափելի իրականություն ունեն։ Իսկ գալով դասական Սփյուռքի չարչարից մեջամասնություն չես են, բայց մեծ մասը հայրենիքի սկզբունքը
շոշափելի չէ, վերացական բան է։ Վերացական ինչ իմաստով, որոնք անում քաղաքացի չեն, իրենց համար հայրենիքը Արարատի բادرն է եւ Ուշարցանի Ոչ Հայաստանի Հանրապետություն։ ֆոլկլորային, այո, ֆոլկլորային իրականությունն է։ Եվ իրենց նյութական ներդրումը շատ սահմանափակ է, եթե համեմատեք մյուս սփյուռքի ներդրման մասին։ Լավ Տիգրան, ասում եմ ինչ ունենք այն ունենք հիմա ինչպես շարժվել, ինչպես ընդհանուր հարացույց ստեղծել, այսինքն ինչպես պետք է այդ հարաբերությունները կառուցվեն, որ սփյուռքի հատվածի հետ պետք է կառուցել, ինչպես եք տեսնում այս ընդհանուր օրակարգի ձևավորումը։ Ինչպես նշեցի, փլուզման մեջ ենք տակավին, այդ փլուզմանը բազմաեզրային է եւ փլուզման, այսինքն գանք առնելու համար, այսինքն չեզոքացնելու համար անհրաժեշտ է որ մենք մշակենք նոր ռազմավարական դեսիլգը, նոր ռազմավարական դեսիլգան մնե եւ տարբեր օրակարգ ունենանք, այսինքն իմ գարձիկովս, իմագու հիմա Երևան եւ Տասական Սփյուռքին գաբել անկան դգարացան, որ այլևս իզուր է, այսինքն խառնվել, կնատադել, այս իշխանությունությամբ։ Ինձ համար շատ սխալ է, որովհետեւ ուժեր կզղսենք իզուր եւ մենք արկը դկարանանք։ Պետք է մտածենք, որ այլևս պետք է սպառվենք մեր օրակարգին, որոնք ինչպես նշեցի Արցախի հրթիռ կա, որ մենք պետք է այսինքն ընդգրկենք Արցախի բադանտներուն, դա պետք է թիվ 1 առաջնահերթություն լինի, ինչ որ արդեն է Ֆրանսիայի մեջ, Ամերիկայի մեջ մարտիկ, այսինքն իսկապես կսպառվին այդ թղթածրերով եւ սփյուռքի զորացման մասին պետք է սպառվենք, գրթական համագարկը վերանայելու, վերաաշխուժացնելու, որովհետեւ առանց գրթությունը չի գա վերնախավ։ Եվ այդ վերնախավ, որ գար սփյուռքի մեջ շատ դգարացավ, որովհետև սերունդապոխություն չի գա։ Եվ դժբախտաբար այս բաուն Հայաստանի մեջ չի գա, այսինքն ոյ մեկ ներդրում սփյուռքի համագարկը վերափոխելու, այլ ընդհանրակ գա ինչ որ պաշտոնական Հայաստանի կողմեն չանկը այդ տասական սփյուռքը դգարացնելու եւ այսօր փոխարեն աբա քաղաքականացված սփյուռքի մը արժեքավորելու։ Այդ աբա քաղաքականացված սփյուռքը պետք է լինի կամ Հայաստանին եկող մարդիկ, կամ մարդիկ, որոնք շահ ունին այդ ներկա գարուսները կանտելու գծով։ Լավ, իսկ ինչ հատման կետեր կարող են լինել Սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ։ Դուք նշեցիք, որ պետք է Սփյուռքը նույնպես առաջ շարժվի։ Այ հատման կետերը, որոնք պետք է լինեն, որ ընդհանուր, այո, ընդհանուր լինի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։ Քիչ մը քրքրիչ բան բիդեսեմ, բայց ես համոզված եմ, որ եթե այդ չմիջամտենք Հայաստանի երկին գլիվների, որպես ոչ Հայաստանի համայնքի քաղաքացի, դերևս առողջ նշան պիտի խրգենք Հայաստան։ Ասել չեմ ուզել, որ եթե նու մեկ Փաշինյանին կնատանենք Հայաստան ենք, բայց խնդիր այն է, որ մենք շատ ժամանակ գործունեություն, շատ մսխեցինք մեր ուժերը եւ դրական չեզոքություն պետք է որթեքրենք Հայաստանի արծի նկատմամբ եւ որքան հնարավոր է օգնենք Հայաստանի անվտանգության, բայց հիմա չի գա ոյ մեկ արդակ, որ այս համագործակցությունը հանցնի ռազմավարական շեմին շատ սահմանափակ է, որովհետև ոչ մեկ քաղաքական կամեցողություն կտեսնեմ երկու կողմերի միջև։ Այսինքն սահմանության փոխելու մասին կքննարկվի եւ շատ ագնայդ է, որ այդ սահմանության Հայաստանի սահմանության փոփոխության կոորդինատած կդերի ունենա նախորդարային դրությունների մեջ եւ անշուշտ ադրբեջանական իր ասացությունն ունի պիտի կնարգվի հարադի, այսինքն 99-ին տեքստը պիտի փոխենք, բայց չեմ տեսնել ոչ մեկ նշան դեպի Սփյուռք, որ նաև այդ կոորդինատացի մասնակցի օրինակի համար ԱԺ-ի մեջ ունենանք ինչպես բոլոր Սփյուռք մեծ ուժեղ Սփյուռք պետություն ունին, այսինքն երեսփոխանի կոտա, պատգամավորների կոտա։ Չեմ ասել զանգվածային, բայց Պորտուգալ ունի, Ֆրանսիա ունի, Իտալիա ունի, Հունաստան ունի, այսինքն մեծ եւ փոքր պետություն, որ մեծ Սփյուռք ունի, օրինակ Ֆրանսիայի մեջ 11 երեսփոխան կա, որոնք կներկայացնեն ֆրանսիական Սփյուռքը 511-ի միջև։ Հայաստանը պետք է անպայման այդ խորհրդանշական քայլ հանցնի, որպեսզի Սփյուռքն դրական մասնակցություն բերի այս հայկական քաղաքական ցանկի ողջացման գծով, բայց դժբախտաբար պայմանները շատ բարդ են, որովհետև պետք է քննարկվի շատ հարցերում շուրջ, հետո ինչ իման վրա պիտի քվեարկվին, բայց ինձ համար եթե գուզես որ Հայաստան Հանրապետությունը դառնա ազգաբեդություն, ինչ որ հիմա չէ, որովհետև արցախցիները այլևս դեղ չունենք, դեղ չունեն հանրային ցանկի մեջ, ոչ արսպրուկա հայեր, ով է, որ Հայաստանի Հանրապետության ոչ քաղաքացիական, բայց որ Հայաստանի Հանրապետության սահմանի մեջ կապրի։ Ուրեմն դժվար է ասել, որ 70% կամ 60% հայության դուրս կապրի, ինչպես գնանք այս պետություն անվանել ազգաբեդություն։
Դրա համար կարծեք թե այդ ինքնության հարց կառաջացնի, ինքնության հարց կառաջացնի։ Ես կուզեի էլի վերադառնալ անելիքներին, ինչու առումով, որովհետև եթե մի կողմ դնենք քաղաքական ներգրավվածությունը Սփյուռքի, ապա ստացվում է, որ այստեղ նշում են, որ նաև օբյեկտիվ խնդիրներ էլ կա, եւ խնդիրներից մեկը այն է, որ օբյեկտիվորեն Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ տվյալ պետության քաղաքացիներ են, իրենց պարտավորություններով եւ օբյեկտիվ դժվարություններ են, խոչընդոտներ են գուցե առաջամ այդ ներգրավման ինտեգրացիայի առումով։ Հետևաբար այս դեպքում էլ եթե քաղաքական ներգրավվածությունը մի կողմ դնենք, հա, ազգային ժողովի եւ այլն, այ ինչպես պետք է այս նոր իրավիճակում ի վերջո համագործակցություն լինի։ Փոխադարձ վստահությամբ, հիմա վստահության բագաս կա, որովհետեւ ծերծածիպես, այսինքն գա տերակատարներ, որոնք ունեն իրենց օրագարկ, ռուսահայությունը բնականաբար շատ աստված է ռուսական արտաքին քաղաքականությամբ, բնական է։ Իջուգս է Հայաստանի ներկայաշխանություններում, ամերիկահայությունը, ամենագարտոջախ իր օրակարգը այո, ֆրանսահայությունը նաև ունի իր օրագարկ ավելի եվրոմամետ, դեպի եվրոպա քաշել։ Դրա համար այսինքն անվտանգության եւ վստահության հարց կառաջացնե։ Հետևաբար ես քանի որ այս բեդությունը շատ խոցելի է, չի գնա այսինքն համագարկ փոխել, այլ գնահնդրեն, այսինքն գաբերը կտրել, որտեղ չեն վստահել։ Ինձ կհիշեցնեմ մոլդավիական օրինակ ինչու, որտեղ Մոլդավիային դեղի ունեցավ կարևոր ընտրություններ եւ ինչպես հետևեցիք, ազիվ Եվրոմամետ տեխնազուն անցավ շեմին շնորհիվ Սփյուռքի ցայներով։ Բայց այդ Սփյուռքի ցայները անոնք որոնք գաբրին արիմուտքի մեջ, ոչ Ռուսաստանի մեջ։ Դե մոլդավիացիներ կան, զանգվածներ մոլդավացիներ կան, որոնք գաբրին Ռուսաստանի մեջ։ Դրանք չդերգեցին։ Դրա համար դες աշխարհակահաղական խնդիր է ասի գա։ Եվ ավելի է բարդացնում այս։ Եվ ավելի եւ իմ մտավախությունս այդ նորեն այս բառը պիտի օգտագործեմ, որ հավանաբար չական, բայց հիբրիդային պատերազմի մեջ ենք։ Այդ հիբրիդային պատերազմը շատ ակնհայտ է եւ երթարով կփեվերացվի։ Եվ նաև վադարող Չերևան այն է, որ Սփյուռքը բևերացվեցավ մի քիչ այդ հագա պրոիշխանության միջև եւ նորեն կգտնեմ, այսինքն եթե կուզենք առողջացնել, ուժեղացնել, պետք է դրական չեզոքություն որտեղենք Հայաստանի նկատմամբ, բայց չի նշանական դարբերություն, այլ պրագմատիկ գեցվածքական, այո, որոշումը որտեղրելու։ Շատ լավ, Տիգրան կուզեի հարցնել Ֆրանսիայի հայ համայնքի մասին, ինչ է դա, ինչ պատկեր ունի ինքը, ինչ խորություն եւ ընդհանրապես ինչ դեր է կատարում, որովհետեւ շատ հաճախ Ֆրանսիայի հայ համայնքը Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական թիրախում է հայտնում։ Սփյուռքի մասշտաբի մեջ, Սփյուռքի արդյունքի մեջ կան կարևոր ռազմավարական քաղաքներ, ռուսական դաշնություն, ԱՄՆ-ն, Ֆրանսա, Լիբանանը դժբախտաբար օկեվալքի մեջ է։ Այդ հետևաբար Ֆրանսա, որ մեջ ունի շատ ուժեղ լիբանահայությունը նաև, որոնք շատ քաղաքականացված հայեր են, եւ կա նաև ուժեղ քաղաքական մշակույթ։ Հետևաբար Ֆրանսիան ամենալ քաղաքականացված սփյուռք գանտիսանա։ Եվ զուգատիպությունը չէ, որ այսքան ներդրում եղած է հայտադին, այսքան չանք մտապեցան պանթուրքիզմի դեմ եւ գնանք բարդանալ, որ այս վերջին 30 տարվա ընթացքին Ֆրանսիայի համայնքը իսկապես ադգանշական տեղեկատվություն խաղացավ նաև ինստիտուցիոնալ իմաստով, որովհետև գրծան ինչ որ մյուս համայնքներ չկարողացան անել, այլ չեվովը կազմակերպել նոր գալուստներ, որոնք քիչ թե շատ կնկարացնեն գաղութին, այսինքն գլխավոր շահերը։ Հիմա տեսեք, սա խոչընդոտ է թուրքերին եւ հատկապես ադրբեջանցիներին, անտեպ, եւ որ ադրբեջանցիները գանտիբին ֆրանսիացի դիվանագետները շատ զայրացած եւով իրենց ճշգրտություն կատարեն, ինչու համար դուք դակավին բահեցիք այդ Արցախի համայնքների եւ ֆրանսիական համայնքների միջակ պայմանագրությունները, ինչու դուք դեր հայա պրո, այսինքն հայամետ քաղաքականություն գվարեք, իսկ ֆրանսիացիները կբարձրացնեն մենք դեմոկրատիա մենենք, ժողովրդավարություն մենենք, չեն գնալ շնչել, դուք դիկտատուր մենեք ավելի ջուրին է, որովհետեւ ոս խնդիր կա, որովհետեւ Ադրբեջանը իրենց Բաքվի խումբը ստեղծեցին հեջուկս ֆրանսիական շահերուն այդ հին գաղութներ չասեմ, բայց այդ դարածքները, որոնք ուզեն գրվի Ֆրանսիայի դեմ, Նովել Կալեդոնին, մինչև Գյույան ֆրանսեզին, Մարտինիկ, Գուադլուպին, անոնք նեցուկ մգստանան Բաքվին իրենց ագա ֆրանսիական կառավարության համար։ Հետևաբար ֆրանսահայություն ունի դերակատարություն, բայց իր մոդեցումը Հայաստանի հանդեպ բավական բաշնական Հայաստանի հանդեպ, ասեմ բավական բացասական է, որովհետև այո, համայնքը, որովհետև համոզված են, որ այս փոխզիջումները երթալով Հայաստանը միայն մեկ բան կշահի, այլ ոչ անվտանգություն, ոչ խաղաղություն, այլ ժամանակ կշահի։ Եվ հետևաբար սա կդժվարացնի Հայաստան Հանրապետության դիվանագիտական աշխատանքը Ֆրանսիայի մեջ, որտեղ անոնք կկանգադին, որ մենք
այլևս ոչ երեք աղապություն, այլ երանգյունային աղապեղություն ունենք, այսինքն Փարիզ, Երևանի միջև եւ մեջտեղը գա Ֆրանսահայ համայնքը, որ իբր թե գխոչընդոտ է Երևան եւ Փարիզի աղապեղություններու գործընթացը ինչ որ սխալ է։ Բայց չնայած այդ բացասական վերաբերմունքին Ֆրանսիայի հայ համայնքի կողմից նաեւ ազդեցությունը Ֆրանսիայի կառավարության միևնույն է կամացել է որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները բավականին լավն են եւ ռազմավարական Խոչընդոտ չէ։ Ինչպես է։ Խոչընդոտ չի անտեսանա։ Ադոնամար գսեմ խոչընդոտ չի անտեսանա, այսինքն այլա գարցիկներ ընդունելի ես գմելջեմ այդ սկզբում եթե դու իշխանությունը կգնահատես Հայաստան ես։ Սա է իրենց պաշտոնական ասածը։ Ֆրանսա եւ Հայաստանի աղապեղությունների կարևոր գեդերը ովքեր են։ Ոչ արևդուրը շատ քիչ է, այսինքն 90 միլիոնի շեմին զադրե դոլար, այսինքն շատ խորհրդանշական։ Բայց աբագետրոնասած համագործակցությունը ուժեղ է, այսինքն նահանգն է նահանգ, մարզը մարզ։ Ֆրանսական մարզերը գոկնեն հայկական մարզերը։ Դա շատ ուժեղ է շնորհիվ դարբեր հայկական համանքի գարուստերի չանկերուն, օրինակ Ֆրանսահայ հիմնադրամի մասնաճյուղը, անոնք շատ չանք տապեցին։ Եվ շատ ողջունելի է, որ իսկապես գսկանք, որ ասիգա կարևոր ասեցություն ունի հայկական կավարների մարզերի կյանքի լավացման։ Գա նաև մշակույթ ինչի մասով, գործություն, գրթական, համալսարան, ֆրանսական համալսարան պետք է զորացնենք։ Ինչու՞, որ Ֆրանսա կարող է հայտարարել Հայաստանին, բանը որ գվաքսի, այլ քննադատական հայացքի մշակույթը։ Մենք գաբրինք հասարակության մեջ ու որ ամեն ինչ սև ու սպիտակ է, ամեն ինչ բևերացած է, ծայրացած է։ Կամ ռուսամետ է, կամ ամերիկամետ է, բայց չի գա այսինքն ուղղություն, այլ ընդրանքմա։ Իսկ ֆրանսիական հանրահեղություն չսեմ, բայց ուժերգերը այն է, որ Ֆրանսիա մեծ կսոլվեցնեն, այսինքն վերլուծել առողջ հիմքով քննադատություն ընդունելով ինքնակնատատություն արգավաքսի։ Եվ ասիկա, եթե մենք ունենայինք քաղաքական գիտության համալսարաններ ֆրանսիական ճանաչով Հայաստանի մեջ, սա շատ կարևոր երևան կունենա Հայաստանի նոր վերնախավի պատրաստելու կոզով Հայաստանը ֆրանկոֆոնիա երկիր մնե, ֆրանկոֆոն պետություն մնե, ֆրանկոֆոնիա այսպես էզասիալ գազམ་ագություն է, որ գնա Հայաստանի մեծ արտակ ներկայացնել Հայաստանի դիվանագիտության ուժեղացման եւ ջոգունության, որպես ջոգուն ասինքն։ Եվ դժբախտաբար արտակը թեր քնահատված է դակավին։ Դիքնամ, բայց այնուամենայնիվ ինչպես նշեցիք, քաղաքական հարաբերությունները բավական ուժեղ են։ Ըստ Ֆրանսիայի տեսանկյունից ինչով է հետաքրքիր Հայաստանը։ Հայաստան ինչ ունի դալու Ֆրանսիային, Հայաստանը։ Կամ Լավ։ Գա երկու եզր, գա ներքին քաղաքականության համար, եթե ասկան ներդրում գա Հայաստանի, որովհետև ֆրանսահայության թիվով 500,000 գսենք, բայց քոնե գվայել է մեծ կապիտալ, այդ ամագրելի քաղաքական կապիտալիզատ տնտեսական եւ հայկական տադը տասավ Ֆրանսիայի մեջ սիրված, հարկված արարգամ, այսինքն եւ ադիգա դեսանք 2029-ի վեր, որ չկա ոչ մեկ կա միակ կոնսենսուսը, որ ցաղագոմյան եւ աչագոմյան Էշեմիգը քերազանցն է, որովհետեւ հայասիրությունը դարածված է բոլոր քաղաքական խավերի մեջ։ Եվ որ պաշտոնական ֆրանսիացի ռեգենագություն նախարարը կամ մարզի նահանգի մասբետը, այսինքն այցել է Հայաստան անշուշտ Հայաստանի Ֆրանսիայի զորացման, բայց նաեւ ֆրանսահայության գեղեցիկ աչքերով համար, այսինքն։ Հա, բայց դե ֆրանսահայությունը այնպես չի որ միանշանակ է վերաբերմունք Հայաստանի։ Երկրորդը արտաքին աշխարհակաղակականություն, ինչպես գիտեք 2020-ի նոյեմբեր, այսինքն բادرազմեն հետո Ֆրանսիա դուրս մղվեցավ Մինսկի խումբեն եւ ֆրանսական դիվանագիտություն դուրս մնաց այս գացութենեն, որ թուրքեր եւ ռուսեր համացանվեցավ, որ արևմուտքը դուրս մնա եւ բալանսը գործվեցավ։ Հիմա Ֆրանսիա չունի ռազմավարական շահեր Արավային Կովկասի մեջ, ադի ագնայդ է։ Չունի ռազմավարական, բայց ունի շահեր, բայց ռազմավարական չեն, այսինքն որովհետեւ գտնվինք հերավոր կոդի մեջ։ Բազգա ինչ որ ադու քաղաքական ձեր այդ Ռուսաստանի հանդեպ հիբրիդային պատրաստորեն, որ դեղի ունենան տարբեր ճակատների մեջ, Աֆրիկայի մեջ դեղի ունեցավ, հիմա ռուսները եւ թուրքերը նաեւ հատկանշական շանկ տապեցին, որ ֆրանսական ներկայությունը դգարանա Աֆրիկայի մեջ։ Այո, մենք գտնվենք այդ բաղբադրազմային գացում, դրա համար Հայաստանը հետաքրքրական թիրախմն է ֆրանսական շահերուն նկատմամբ, բայց մյուս կողմեն չպիտի ասեի, որ ֆրանսական բանակը որ գահայտայթեն այև հայկական բանակի լավ կարևոր է, անշուշտ կարևոր է, բայց
ֆրանսիացիները մեծ մաս ազնիվ են։ Ես կտասավանդեմ ֆրանսական զինվորական դպրոցի մեջ, իմ աշակերտները գսեն, մենք շատ կսիրենք հայերը, բայց պետք է հասկանանք, որ մենք ռուսները չպիտի փոխարինենք։ Մենք այդ ուժ չունենք, այդ լծակալ չունենք։ Որքան ուզենք սահմանապակ է։ Եվ մի մորնակ ինչ որ բադայսավ գիլիգայի մեջ 1 տարի առաջ, այսինքն ինչպես լքեցին, որտեղ նաև Ֆրանսիա չուներ բավարար լծակ, որ իր քաղաքականությունը գիտիր է այդ շրջանի մեջ։ Եվ վերջում իմացա, որ փետրվարին ընտրություններ են սպասում Ֆրանսիայի հայ համայնքում, ինչով է սա կարևոր եւ ինչ զարգացումների պետք է սպասել։ Կարևոր այդ իմաստով, որ 2001-ին իվեր այդ CCIF Conseil de coordination des organisations arméniennes de France հարթակը որ գա գդարաբի շատ մխնդիրներ են, ներքին խնդիրներ, լեգիտիմիտեին ճգնաժամ, որովհետեւ գաղութը շատ փոխվեցավ, նոր մարտահրավերներ գտիմակրավ է։ Եվ այս անգամ առաջին անգամ լալով դերի բինոնան, այսինքն տապանցին ընդրություններ, on-line ընդրություններ, ովքեր կուզեն մասնակցել, պետք է ստորագրեն ինչ-որ բնակիրմը եւ 10 եվրո գումար տան եւ փետրվար 7-ին ուրեմն երկու ցուցակ կան, մեկ ցուցակը ավելի ասենք հին դասական ուսպիկի նիգացիչներ են, ոչ միայն դաշնակցական կան, բայց նաև բարեգործականական եւ ասենք նախկին հեղինակություններ եւ նոր սերունդին խառնված, իսկ երկրորդը BDS-ի անոնք կնեգայացնեն ֆրանսահայի հասարակ քաղաքացիությունը։ Ճակերտով նսեմ։ Դժբախտաբար ես չեմ տեսներ այդ ցուցակների մեջ խոր մասնակցությունը նոր սպիրկին կողմեն, այլ դասական սպիրկ է։ Եվ ադիգա մտահոգիչ երևույթ մնե, որովհետև անոնք շատ չունին մասնակցելու, չպիտի տեսնեն իրենց շա, որովհետև նեգացված չպիտի տեսքան։ Մյուս կողմեն ես քիչ մտահոգված եմ այդ իմաստով, որ լուրջ օրագարկի մասին չպիտի կնարգվի։ Ինչ է մեր օրագարկը։ Մեր օրագարկը հետևյալն է, անշուշտ Հայաստան օգնենք, բայց նաև մեր մասին պետք է մենք խնայենք եւ ուժեղացնենք մեր գաղութը, որովհետև հոսքա հայերենի նահանջը մշակութային ճգնաժամը հոգեվոր խնդիրներ կան եւ ցուցակի մեջ ինչ որ էս կրծա դա քրկվի չկա ոչ մեկ հետաքրքրություն ակա մեր արմեդ հայերենի աբական կամ ինչպես նոր գարտական գարդուսները զորացնել դա շատ ցավալի եւ մտահոգիչ երևույթ մնա որ ընդհանրապես կարծես թե պլուզումը գա, մտավորական պլուզումը գա, որտեղ մտավորականներ ուր են, չեն հայտարարի իրենց միտքեր եւ մենք գարիք ունենք նոր արարածությունը մասում դարձելու մանավանդ այս շրջանի մտածքին։ Շնորհակալություն զրույցի համար Տիգրան, եւ ձեզ հաջողություններ բախտում։ Նմանապես։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի վերլուծաբան Ֆրանսիայի Շիլեր միջազգային համալսարանի դասախոս Տիգրան Եղիազարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։